Արարատ բանկ, միավորիր սպառողական վարկերդ։ Հոպա։ Խայտարակ հարբած էի։ Ասում ձեր եք առնում ինձ ես է մեծ մարդու հետ խոսած է։ Ժամանակով կատուն ծոնը, շունը գլխին գդակ չուներ։ Բայց օրինակ դուք խարդախ գտնվեցիք էլի Ռուզաննա ջան։ Ինչի եմ խարտախ գտնվել։ Միայն գիտեմ որտեղ որտի ճանկել եմ մի կառան որտեղ։ Չիբուրաշկա։ Չեբուրաշկան եմ ես։ Խոմ դու խելար չես։ Մի օր եկավ զմնամ մոտի կապի կուշտոտամ որ։ Տեսար։ Այստեղ ես գնում եմ, հեռանում եմ հաղորդումից։ Դնեմ ռաժդենիա։ Լա։ Բայա ճողուրում ստափիսը։ Ծիծաղեցրի ձեզ, ծիծաղեցրի։ Այո։ Գլուխս մսեցի, սեր ասո։ Պաթետիկ եք էլի դուք, հա։ Մի քիչ այո կա այդպիսի բան։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Վերջին ամիսներին մեծ էկրաններ բարձրացավ լավագույն ֆիլմերից մեկը հայկական արտադրության «Օպա պապա» եւ ես չէի կարող առիթը բաց թողնել եւ հենց այնպեսում չհյուրընկալել դերակատարներից մի քանիսին Արտյոմ Կարապետյանն է վերադարձել հենց այնպես։ Գոշ Ենոքյան, ողջույն, առաջին անգամ Ռոզանվիտ։ Ոնց եք եւ Ռաուլ։ Այո, Ռաուլ։ Արդեն շատ հայտնի դարձած Ռաուլը, ոնց ես Ռաուլ։ Լավ, մենք մինչ սկսելը Ռաուլի հետ պայմանավորվել ենք, որ հյութն եմ ես իրան հյուրասիրելու, մեր գործընկեր Անդակո ընկերության զուգիտալական բնական հյութերն ենք վայելելու։ Ես շատ լավ ծանոթ եմ։ Շատ լավ ծանոթ ես, այսօր արքայախնձոր չկա։ Չկա ափսոս։ Հա, հատապտուղներ փորձեք։ Ցանկացած։ Մենք Ռաուլը ընտրել է խնձորի հյութ ես, չէ՞ ուզում Ռաուլ, առանց շաքարին, առանց գունային եւ համային հավելումների։ Նախորդ անգամ Արտյոմը պատժվել էր եւ 2 լիտր խմել է մեր եթերում։ Բայց ասա որ ուղիղ 2000 գրամը խմել է։ Իսկապես, շատերին թվում է թե մոնտաժել ենք ինչ որ հատվածներ, բայց ազնիվ խմել է 2 Մի լիտր։ կերպ գնացի տուն։ Իմիջիայլոց ասեմ ամեն անգամ երբ նայում եմ հաղորդումը, այնքան էի ուզում խմել, ես Այս Ռաուլին տանք։ Հա, ու այնքան ուրախացա որ գալու եմ հյութ խմեմ։ Լուրջ եմ ասում, այս հյութի համար եմ։ Որ հյութն եք ուզում։ Սա խնձոր է։ Դե ես խնձոր եմ։ Լավ, խնձորը հետո կարող խմեմ։ ենք փոխել։ Հետո տեսնենք։ Չէ, հետո։ Ոայ լավներ։ Այդ դու միանգամից վերցրեցիր։ Այդ մի ասա, որովհետև կարող է այսօր էլ պատժվեց։ Այսօր 3 լիտր փորձում ենք, էլի։ Ինչ խմեցիր։ Հյութ։ Բայց ինչի հյութ։ Ինքնուրույն վերցնում ես, բացում ես։ Լիմոն հյուրասիրվում եւ են։ բան իմբիր, հեսա խնդրեմ։ Շատ լավն է։ Իսկական իմ համար են էս։ Խանդեց էլի, որ իրա կողքը չի հյութերը դրված։ Ձեզ լցնեմ սրանից։ Ես առայժմ սա եմ վայելում։ Շնորհավորում եմ Տամ ձեզ։ ձեզ, ես Օպա պապայի կապակցությամբ գժական ֆիլմ է։ Շատ դրական էմոցիաներ ա փոխանցել ինձ, շատ եմ ծիծաղել ու այն երեխաների ընտանիքի անդամների հետ միասին դիտելու ֆիլմերից է առանց վուլգար հումորի, ինչ շատ կարևոր է մեր օրերում, ինչին կարոտել ենք մեր օրերում։ Եվ թերևս սկսենք հենց Օպա պապայի նկարահանումներից, հենց այնպես պատմություններ։ Ռոզաննա Վիթը կարա սկսեմ։ Ինչու ես պիտի սկսեմ։ Լավ, օքեյ, թող Արտյոմ Ով պատրաստ չի ասեք ես կսկսեմ։ Մենք պատրաստ չենք։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին։ Իրոք շատ լավ գործ ա եղել։ Ֆիլմի նկարահանումներից հետո մի քանի անգամ առիթ եղել է եթերում պատմեմ հենց թիմից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ես ապշած եմ այդ թիմի աշխատանքների բարձր որակի նախադասությունը չի վերջանում դրանից Այո, որակից շատ իսկականից շատ ուժեղ գործ արեցին բոլորը ու պետք է խոստովանեմ որ այս ֆիլմը հենց ինձ տվեց մի քանի շատ կարևոր բան նախ նոր ծանոթություններ եւ կարելի ասել նույնիսկ մանկական երազանքել է կատարվել մանկական չէ պատանեկան հա տեն Ինչ երազանք ես 95 թվականից երազել էի Հրանտ Թոխացյանին տեսնել ու նկարահանվել տեսնելն ու նկարահանվելը իրար հետ եղավ ճիշտ է շատ փոքր կտոր էր ոնց չեք տեսել ինչևէ չեմ հովոտում հա չենք տեսել ու շատ փոքր կտոր էր բայց դա եղավ Նարեկ Դուրյանի հետ աշխատեցի, ծանոթացա, էդ էլ եղավ։ Շատ բան տվեց այս ֆիլմը հենց ինձ։ Գոշին հերրական ճանաչել եմ ու իրար հետ տենց մենք կտորներ ունեցանք ու
ես չէի էլ սխալվել, ոնց որ իրան ճանաչել էի, ինքը այն տաղանդավոր մարդն որ կարա խնդսնի, չնայած որ մենք սցենարիստներն էլ, պրոդյուսերներն էլ ի սկզբանե ստավկա չեն ունեցել հենց խնդսնելու վրա, բայց սիրուն անուշ հումորներ բայց ստացվել է ամեն դեպքում։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ այս ֆիլմի համար։ Դա այսքանով եկեք շնորհավորանքները եւ շնորհակալությունները Չէ, կարամ ասեմ շնորհակալություն։ Չանցնենք հենց այնպես պատմություններ։ Այո։ Ինչ պատմեմ։ Ես ինչ ա եղել նկարահանումների ժամանակ։ Էդ հո։ Այդ ցուրտ է։ Հասկացություն։ Համյա դժբախտ պատահարից ենք փրկվել։ Ես ֆիլմը նայելուց հիշեցի այդ կտորը, երբ որ պետքա ձնագնդիկ խաղայինք ես ու Արսենը երեխեքի հետ։ Դից մեծ ձուն կար էլի լեցրած այդ սեփական տան հայատու երևում էր շուտվա հավաքած մակրած ձուներ ու այդ ձան մեջից երևում է Պարիս մետաղյա շարունակվում է էլի մտածեցի որ շարունակությունը ձանտակն է էլի ու մենք որոշել ենք իրար գցենք այդ ձների մեջ մտքովս անցավ էլի ասի կարող է տակը երկաթ լինի ցբխվենք բայց չէինք կարա շոշափեինք բան էլի որտեվ մեր ձեռների տեղը արդեն բան կաներ ու հենց ռեկի ժամանակ իրար գցեցինք, կարծեմ ես Արսենին գցեցի, թե հակառակ չեմ հիշում, ես հիշում եմ որ երբ որ հելա, ես տեսա, ասենց սավարկով կդրած, ասենց վատ տերուբա էր, էլի։ Բայց հեշտ ծիծաղելու չէր։ Չէ, դաժաններից եմ ես սկսել, էլի, հա։ Գցեցիր, բայց Գցեցի, հա, բայց լավ բրծանք, էլի, չկպանք այդ երկաթին, հա։ Վա իրականում, հա, շատ վտանգավոր Հա։ է։ փոխենալու է։ Ոչ, ինչ կհիշես։ Ես Ռոզանա Վիթին կլսեի մեծ։ Բայց ինչի՞ եք դուք կենտրոնացել իմ վրա, պարոն։ Ինչի՞ չէ որ։ Պարոն Թագավոր։ Ինչի՞ չէ որ։ Բայց ինչի ես։ Հետաքրքիր է, որ դուք շատ հետաքրքիր եք խոսում դրան։ Նույն երազանքներից խոսեց, ես էլ խոսեմ, որ իմ երազանքներից էր Արտյոմի հետ նկարահանվելը։ Այո։ Եվ այսօրվա երազանքներիցս էր այս հյութը խմելը, որը հրաշքի հյութ չեմ կարող չասել։ Իսկապես առանց շաքարի, առանց շաքարամասի զգացվում է, որ ինքը շատ նատուրալ է, շատ դուր է։ Ես մասնագիտացվել եմ արդեն այս։ Ես ինձ թվում է դրա համար եմ եկել, որ այս հյութը խմեմ։ Կշարունակեմ հետո, դու սկսի, ես հյութ խմեմ։ Okay, նատուրալ ասելով ինչ նկատում եք։ Ոչ գեյ հյութ։ Մարդ Չէ, դե քրեստերն են։ հյութին պետք չի։ Ես ասեմ։ Լա երկու բառ այս։ Իրար հետ չենք հանդիպել նկարահանումներին ես։ Հա, ես ու Ռոզանավիթը տեսարան չենք ունեցել։ Մեր առաջի տեսարանը ստեղ է իրար հետ։ Լուրջ ես։ Դրա համար ենք ծանր Էլի տանում մանկական իրար։ երազանքներից մեկն է Ռոզանավիթի հետ մեկ կարողում լինել։ Այսօր երազանքների բարձում Իրականացում տեղի ունեն։ Ռովնա մենակ հիաստապոտ։ Հետաքրքիր է, էլի բայց նկարահանում։ Աջալ բերեմ գցեմ վեր այդ ազիս։ Եղնիկով։ Չէ, նապաստակով։ Դե լավ, թողնենք մեր հարգելի Հա, մերնեմ դրան։ ընկերը։ Շատ հետաքրքիր է դրանց նկարահանումները։ Հիմնականում բան, տենց ձյան մեջ բան, Կապուտան գյուղում Երևանի տենց մոտիկ բավականին։ Գյուղապետի վարորդն է։ Հա, ես իմ կերպարը գյուղապետի վարորդ։ Նարեկ Դուրյանի։ Հա։ Դուրյանի հետ աշխատելիս հաստատ էպիկ դեպք է։ Դեպ շատ Դուրյանի լավ է հետ աշխատելը ինձ շատ է ստեղծվել օգնում, որ ֆիլմում կարենամ լավ նկարահանվեմ, որտեվ առաջ անգամ է вообще գեղարվեստական ֆիլմում նկարահանվում, չիտկաների ժամանակ, որ սցենարը իրար հետ անցնում է, շատ էր ինձ օգնում պարոն Դուրյանը, ասում էր կարաս սենց խաղաս, սենց արտասնես, սենց ասես, ինչ Բայց ասա որ ուղում էր հայերեն բառերը միշտ։ Հա, միշտ ուղում է պարոն Դուրյանը հայերեն բառերը։ Տենաս բառ չկար։ Այո, ես էլ եմ։ ճիշտ արտասանի։ Ինձ համար շատ ցավագին է, երբ որ հայերենը խեղվում է։ Այո, հետո։ Երևի ես էլ չխոսամ այս։ Չէ, խոսա։ Իդեպ ասեմ շատ հետաքրքիր է կերպարդ ստացվել, շատ ցայտուն, երևացող։ Հավանում եք ինձ։ Ես շատ, հա։ Շատ եմ հավանում, ինչ լրջացնենք ամեն ինչը։ Հետո։ Հետո տենց շատ հետաքրքիր է անցել, հիմնականում նկարանող անձնակազմը մեծ մասը իմ ընկերներն են համել, ողջույններ բոլորին, Հայկ Ինգալեսյան հատկապես ֆոկուս փուլեր, չէ։ Հայկ։ Ուրա կամերան։ Հա, էսի։ Սրտիկա։ Սիրո բանն է, էսի, որ չգիտես, բա ասացիները որ։ Ես վերջես սիգնալ տալ բարևել կա, էլի, մանավանդ իմ ավտոն տես ճանաչում են։ Մի հատ գիտես ինչ ավտո էր, մոդելը չեմ հիշում, բայց ինքը այդ անողը չէր։ Սիգնալ տվեց, այս լուսամուտից այս բան տեսա։ Տղա է։ Հա, տղա էր, բայց ավտոյի որ նայում ես չէիր ասի, էլի, որ այդ ավտոյի մեջի մարդը այս բան կանանել, էլի։ Դա գիտես ինչից է։ Երազանքա կատարվել, քեզ է պես։ Մեր թռասից Շնորհի երազանքները կատարվեցին, էլի։ Իսկ կարաս ասես էս ինչա Gen Z-ի մոտ։ Չէ։
Այդ ի՞նչ է։ Հենա, Gen Alpha-ը չնայած բանը։ Էս ի՞նչ է։ Ծափահարում են։ Ծափարություններ։ Իսկապես։ Իսկ էս 6-7։ Էդ ինձ թվում է Զասլոկեն լավ չի լավ ասեցիր։ Հա, Այսինքն հիմա Իսկ որ այս ասես լավ կատական է։ Լավ, էլ մի Ու շեղվեք։ գիտես Ռաուլ, այս ի՞նչ է։ Հա? 6-7։ Ու ոչ չգիտի այդ ինչ է։ Ես էս գիտեմ, մեկ էլ հակառակ ուրի մա։ Էսի հա, մեկ է հակառակը։ Ռաուլ, ինչ կհիշես նկարահանումներից, ֆիլմից։ Այն բանաստեղծությունը կարաս ասես, որ ֆիլմում ասում ես։ Դպրոցում Հա, շունկատում շունն ու կատուն էիր ասում։ Հա, ասեմ ասա։ շամարակով կատուն ծոնը շունը գլխին գդակ չուներ միայն գիտեմ որտի ճանկել եմ մի կառան մորտի մի օր եկավ ձմնան մոտի կապի կուշտոտար մորտի բայ աճողում ստափիսը գլուխս մսեցի սեր աստուար ես մորտին դու մամա մի գնդակ կարի լարսի տամա մի ամիտ մնա համա շատ շուշանաս Всё, Բրավո։ ապես։ Всё, Շատ այս ապես։ դուբլը ունենք։ Մի դուբլի դերասան։ Աչա շատ ուժեղ է։ Շատ իմիջայլոց լուրջ տղա է ինքը։ Հա։ Ես հիշում եմ առաջի օրը, որ պիտի գար նկարահանումների, գրիմանոցում աշխատում էինք, ասեցին, վայ, հեսա Ռաուլը կգա, ինքը շատ ակտիվ երեխա, շատ լավն է, բայց ինքան ակտիվ է, բայց այդտեղի ակտիվ է, այդ օրը ես էի։ Եկավ Ռաուլը, նստեց իմ բասկաթոռին, որը ակերով էր, ու սկսեց քշել իմ բասկաթոռը։ Ես էլ նստած էի գրիմի սեղանի մոտ, հիշում ես, չէ՞։ Ոտտվեցի, ասեցի Ռաուլ, դու մի քիչ քշի, ես հիմա գալիս եմ։ Ինքն ինձ մի տեսակ նայեց, խեղճացավ։ Այն որ շատ ակտիվ էր, սկսել, հավաքվեց ու գնաց մի հատ անկյունում նստեց։ Ես եկա նստեցի ու սկսեցի քշել ու sense նայում այս երեխան։ Այս կնոջը ինչ եղավ։ Կարծես թե լուրջ մարդ էր։ Հիշում ես, մենք ընկերացանք այդպես։ Ես տեսա ինչ խելոք մարդ է ինքը։ Արցանը շատ էր գովում քեզ։ Շատ լավ մարդ։ Ինքը նկարահանման հրապարակում միշտ ճշտում էր էլի, ռեքա թե չէ։ Այո։ Չարությունանի թե չէ, հա։ Վերջի վարկանին հարցնում էր ռեքա Թե չէ։ թե չէ, եթե ասեին չէ, ինքը իր գործն էր անելու, էլի, եթե ռեկ էր, ուրեմն Հա, չէ, այդ արդեն լուրջ բան է, լուրջ մարդու վիճակ է։ Նույնիսկ մեծերը այդ վիճակում չեն լինում։ Չէ, Ռաուլ։ Սիրում եմ քեզ, Ռաուլ։ Իմ սիրած գույնն ես հագել այսօր։ Ռաուլի կյանքում քո երազանքներն են իրական։ Նարնջագույնը։ Շատ Մենք բարի։ լրիվ ուրիշ փոխհարաբերությունների մեջ ենք։ Շատ հետաքրքիր է ձեր շփումը։ 5 րոպե է իրար հետ ծանոթացել ենք։ Դե ինչ հաջորդ կարևոր հարցն եմ փոխհարաբերություններ։ Հա։ Ես կմտածեմ կտամ հարցը։ Դե լավ, սպասում Դուք ինչ եմ, հարցեր եք սիրում։ Հետաքրքիր։ Հետաքրքիր Այո, հարցեր։ խորը փիլիսոփայական բառ է։ Կարող մնա վաղը ուրեմն։ Լավ, ոչ Իրականում- ֆիլմից պատմություններ եկեք կարող ենք հիշել, այս հենց այնպես Մի ֆիլմ էլ մեր կյանքն է, ինչպես ասում են, չէ։ Այո։ Իրավացեմ։ Բայց մի բան ասեմ, Ամենահետաքրքիր ֆիլմը։ իրականում այս մեր ֆիլմը բավական թեթև է անցել նկարահանումները։ Ես շատ։ համենայն դեպս Հա, ասա թե դու ծանր նկարահան, այնքան թեթև, այնքան հեշտ, այնքան ուրախ։ Մենք ամբողջ օրը ինչ որ անգամ ցուրտ պահերին, ես հիշում եմ ինչ ցուրտ էր, Շատ լավ թիմ։ բայց բոլորը իրար սիրում էին, բոլորը իրար հետ ջերմ էին ու հումորով լեցուն, պատմություններով լեցուն ու հոգատարությամբ լեցուն ամենակարևորը։ Ուր են այդ պատմությունները 15 րոպե սպասում։ Պատմությունները Առաջի հիմա օրը, դե իմ առաջի օրը, իմ նկարահանման Դե առաջի օրը, պատմություններ չեն, որ հիմա եթերով ես պատմեմ։ Պատմեք։ Ինչ ամաչել բան։ ջրվեժում ենք նկարահանում, իմ առաջի սյոմշնի օրն է, լավ ձմեռ, լավ դες տարվա ձմեռ է, այն որ իսկական ավտո քշելու ձմեռ էր, ջրվեժ նեղ Մենակ քո թաղամասներ, ավտոն հա, քշելու մենակ իմ ձմեռ է։ ավտոն։ Սենց այն որ մակրատ չի բան է թաղամասում, այն որ մի ավտո է անցնում, էլի, եթե հանդիպակած եկավ, կորած ենք, վերջ, էլի, տենց լոկացիա են տվել, գնում եմ ինչ ունեմ, չունեմ, միացրել եմ տեխնիկայից, ասես ձեներ հանելով գնացի, բան, տղեկը դուսը կայնած, վայ, էցո, մեզ ինչ լավ ավտո է, իսի սկականն է, բան, նկարվա պրծա, բան, հիմա արդեն պետք է գնամ, էլի տղեկը կանգնած են, ուզում են այդ ավտոն նայեն, մի հատ էլ նայեն, էլի քշելուց, նստա ում ավտոն էր, չեմ հիշում, իմ ավտոյի դեմը կանգնած էր, ես կողքն է պատ, ասես մի հատ մի քիչ պետք է հետ գամ ու գնամ։ Ռուլը ձախ ծալում եմ, կոնուսը թողում եմ, ավտոն ուղիղ է գնում։
Ոսես ինչ եղավ։ Մի հատ հակառակ աճ եմ անում, նորից առաջ եմ գնում, էլի ուղիղ է գնում ավտոն, չեմ հավատում էլի։ Դες գլուխս դուրս եմ հանել, սենց պտտում եմ ռուլը, անիվը կանգնած է, վերջ, չի ֆռում։ Չի ֆռում։ Իջա բան դե հին մարդ եմ էլի, իջա տես տակերը բան նայեցի, մի հատ այսքան շատ կարևոր դետալ, որ Հին մարդը հեչ կապ չունի, Արտյոմ։ Չէ, ունի։ Նոր մարդիկ զանգում են, ասում են եկեք տարեք։ Մի հատ չհասկանաս ինչ է։ Հին մարդկանցից էլ դու բացառիկ ես։ Մտա տակը նայեցի, մի հատ շատ կարևոր դետալ, սիրուն ջարդվել էր։ Հիմա սաղ դարդս են, որ էվակուատոր, դե միակ բանը էվակուատորն է, բայց ո՞նց է գալու հասնի տեղ, մի հատ էլ ֆռա, մի հատ էլ ինձ բարձի տանի։ Վերջ տղեկը զանգեցի, մի հատ էվակուատոր եկավ, ես այդ ընթացքում այդ թաղի մեջ ֆռալու տեղ եմ գտել իր համար, առանց իրան տեսնելու։ Եկավ, բարձեցինք այս ավտոն ու գալիս ենք դեպի ցիվիլիզացիա։ Դե իր ավտոյի վրա իմ ավտոն արդեն բարձր է, իմ ավտոյի վրա է լույսերը ավելի բարձր է, ես նայում եմ այդ պրովոդներին, էլի, որ չկտրտենք էլի մարդկանց լույսերը, ու այդ էվակուատորի շոֆերին ասում եմ զգուշ, դե մտածում եմ, որ ինքը պետք է իմանա էլի այդ չափերը, վերջ ինքն է էլի վարորդը, ասում եմ կանցնենք, բան, բայց ես նայում եմ էլի, որ չեն կանցնելու էլի, տալու ենք կդրենք, ասի մի վարքյան կային էլի, հելա տենամ այդ լույսերից տակով սենց, բռնել է արդեն կաբելը, ու սենց հերթով, սաղ այդ կաբելները անցնելով հասանք ցիվիլիզացիա։ Ով կանդեց։ Ես իմ ինչեր էին, խառը։ Բայց դա կապ ուներ մեր ֆիլմի հետ։ Հա, իմ սյոմշնի առաջի օրս էր։ Հա, լավ։ Ինչ որ դու կապ ենք, էլի օպա-պապայի։ Մենակ Արտյոմն է այսօր ինձ հյուր եկել։ Հա, մեկը գիտես ինչ հիշեցի բանի։ Քելեխի տեսարանը։ Վայ, շատ ծիծաղալու։ Բայց ես էլ եմ եկել, ինչի ես հյութ եմ խմում։ Ես իրար հետ եք նպատակը իրականացնել գնամ։ Ուտումա, ես Արտյոմը հենց այնպես Որովհետև խաշած լոբի կա։ Ես հենց այնպես եկել եմ, հյութս խմեմ գնամ։ Ու ես չգիտեմ ինչի այդ լոբին եմ մենակ ուտում, քանի դուբլ։ Իսկ Արսենը տես նորմալ հաց էր ուտում, էլի, տենց ամեն ինչից, էլի, պուճուր, պանիրա, պամիդորա, բան ու տենց ինձ բզեց, էլի, ասես մի հատ պամիդոր կեր։ Ես այնքան մրսկան եմ, որ սեղանի վրայի պամիդորը չեմ ուտում։ Որտե սառն է իմ համար, էլի, ու այդ խաշած լոբին կերա։ Մի 20 դուբլ այդ լոբին կերել եմ ես։ Ոյ, լոբի, բա հետո ինչ եղավ։ Հետո չգիտեմ, բայց էլի ուտելու տեսարան կար, տենց ես մտածեցի մուրաբա կերա ու էլի մի 20 դուբլ մուրաբա կերա։ Ուրիշ տեսարանում է դեռ։ Հա, որ թե ենք խմում վերջում։ Չգիտեմ, ինչի մտածի, որ այդ մուրաբից ուտեմ, բայց համով մուրաբա էր։ Հա։ Ես հիշում եմ, որ ցրտից խոսում ենք, ես հիշում եմ Քրմուհու նկարահանումների շրջանը, որովհետև մենք էլ բարբերաբար տարբեր եղանակներին նկարել ենք այդ ֆիլմը, 2 տարի տևեց մինչև նկարահանեցին։ Որ թվականներ։ Դե 7 թվին, եթե պրեմիերան եղավ, 2 տարի, երևի 5-ին սկսեցինք, այսպես ասեմ, դատարներով։ Հա։ 2005 5-ից սկսեցինք։ Ես գիտեմ 90-ականների ֆիլմ էր ինքը։ Չէ, 90-ականների չի, 2007-ին եղավ պրեմիերան։ Հա։ Ինչևէ, ուրեմն այդ ցրտին ցուրտ ժամանակը շատ էր նկարահանումները լինում ու հատկապես լինում էր այն պահերին, որ մեր տեսարաններ պիտի լինեին Քրմուհին, հա, Քրմուհին պիտի վառվելուց բնականաբար շոր չի լինում վրան, մի երկու լաթի կտորթած կամ մյուս տեսարանները բնականաբար բոլորը տակ հագնված էին։ Ես էլ որպեսի չդողայի, որովհետև կիսամերկ վիճակում պիտի նկարվեմ ցրտին, ես խմում էի պերցովկա օղի։ Այդ պերցովկան խմում էի ու հաց չէի ուտում։ Դե պատկերացնում եք, ես համ խմում էի պերցովկա, համ հաց չէի ուտում Ռաուլ։ Այդ Ռաուլի մի պատմեք։ Համ էլ տենց կիսամերկ վառված, սենց ինչ որ լաթեր ծածկած տեղ նկարվում եմ։ Ուրեմն վառվել է իմ տունը ու ինձ մուր են քսել, գլիցերինով մուր են քսել, այդ մուրը ամբողջ մարմինից մեջ է անցել։ Վայ։ Այո։ Ռեկ տվեցին խաղացի տեսարանս, ես չեմ հիշում ոնց եմ խաղացել, ես հիշում եմ մենակ որ ինձ կառավարում էի, որ չերևա, որ ես հարբած եմ, որովհետև խայտարակ հարբած էի։ Հետո ասեցին, վերջ Ռուսան ջան, դու կարող ես գնալ, նստել մեքենան, որ քեզ տանեն լողացնեն։ Հիմա լողացնելու պատմությունը հետո կպատմեմ։ Հիշեք, գլիցերինով մուր են քսել ամբողջ մարմնից եւ քաչալ գլխիս։ Իսկ ով էր լողացնում։ Դե հիմա կպատմեմ, էլի։ Մի խոսքով ասում են գնա նստի։ Ես գնում եմ, նստում եմ Նիվա մեքենան ու սպասում եմ։ Ես չգիտեմ ուր եմ նստել։ Գալիս են ասում են Ռուժ ջան, ինչի ես նստել ստեղ։ Արի վերկաց նստի էս մի տեղը։
Վեր եմ կենում, նստում եմ, ասում ու սկսում եմ կռվել։ Ինչի եք ինձ նույն տեղից հանում, էլի նույն տեղը նստացնում եւ այլն, բոլորը նայում են Ռուժ ջան, լավ, հեսա լավ կլինի, ամեն ինչ։ Ոնց թե լավ կլինի, դուք ինձ հանում եք, ես Պարզվում է ես գնացել եմ, նստել եմ բագաժնիկում, բագաժնիկի դուռը բաց էր։ Ես չեմ հասկացել որ դուռն է։ Ու խելոք սպասել եմ, որ ինձ գան տանեն։ Հիմա տանում են ու ես կռիվ եմ այնտեղ խմած եմ։ Ես խմիչք չեմ օգտագործում։ Խմել եմ գործի համար։ Խմած եմ, ինձ տանում են Նելինա Գրիմյոր, տանում է իր տուն ինձ լողացնելու, ասում է Ռուժ ջան, հա, կռվում եմ, հետո սկսում եմ ծիծաղել, այդ եմ հիշում, որ լավ ծիծաղում էի, մեքենայի մեջ ծիծաղելով գնում էի։ Հասնում ենք տեղ, ասում եմ Ռուզ, խնդրում եմ, բակում մի հատ այնց կասինկա են կապել գլխից, սև, մուժ, կասինկա ու ինչ որ բաներ հագցրել են, այսպես վիճակով ես գնում, ասում եմ Ռուզ, խնդրում եմ, ոչ կծիծաղես, ոչ կլացես, ոչ մի ռեակցիա չտաս, էլի ամոթ է, էլի խայտարակ չլնեմ այս հարևանները, բան։ Ու ասում եմ, հա, սենց ասում եմ, մտնում ենք լիֆտ, մեր հետևից երկու հոգի մարդ է գալիս ու ես սենց լուր կանգնած եմ։ Հիմա այս մարդիկ նայում են իմ դեմքին, այդ լռության իմ լուր կանգնեն ու սկսում են ծիծաղել այն աստիճան, որ Նելին դիսկոմֆորտ է իր մոտ առաջանում։ Ասել էր բան չանես, իմ չանելը ավելի լավ էր ինչ-որ բան խոսել։ Մի խոսքով հասցնում է լողացնելու, մտցնում է վաննա։ Երեխեք, ուրեմն օճառից սկսած Ռախշան հիշում եք, ինքը կիսա ժավելային փոշի էր։ Օճառով, շամպունով, Ռախշայով անգամ լողացնում է, ոչ մի կերպ չի կարողանում հանի այդ մուրը իմ վրայից։ Վերջում հուսահատված ինձ տանում է մի ձևի չորացնում, ես ասենց քաչալ չորացնում, տանում պարկացնում է առավոտը կեսը, չոր կեսը, ասենց ինչ-որ սև վեր եմ կենում։ Ինչ եք արել բայց Գլիցերինի հետ մուրը մտել էր մաշկից մեջ։ Ոնց եք մաքրել։ Դե հիմա չգիտեմ, տենց տարան էլի ինձ վերցրեցին այդտեղից, դրեցին մեքենան, ասին բան չանես։ Ու էլի տարան, ու ես այդ ընթացքում ամբողջ մենակ ծիծաղում էի, խեղճնելին չգիտեր ինչ աներ, խայտարակ վիճակում էր։ Իմ համար դա իրականում շատ ինքը հիշողությունն է, այնքան շատ ենք ծիծաղել այդ օրը, որպես հումորային դրվագ է, բայց ես անեկդոտ լավ չեմ պատմում։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Կինոնով նայելա կամ ովքեր որ նայեն այնտեղ առաջի տեսարանում առաջի անգամ որ ես ու Արսեն իմ կերպարն ու Արսեն Գրիգորյանի կերպարը իրար որ հանդիպում են մեխակրում ինձին ես այնտեղ իրան բարևելուց բան եմ փոխանցում որ ուշադրել եք կնայեք ժողովուրդ անպայման Ինչ ես փոխանցում չեմ կարող ասեմ պետք է շահագրգռում որ գնա ֆիլմը դիտելու ես մի հատ պետքա գնամ նայեմ այսինքն դուք էլ կարող եք մի հատ գնաք նայեք մի հատ բան ես փոխանցել որը մենք չենք տեսել բայց կադրում երևացել է Դե պետք է ուշադրել ել հացը։ Այդ ինչ ես փոխանցել։ Շատ խնդալու կլինի այդ դուբլը դա։ Կոմերցիոն գաղտնիքա։ Շատ է։ Թաքնված գովազդ է։ Բայց լավ ես գովազդում։ Չէ։ Բրավո։ Չէ, առաջացնում է հետաքրքիր։ Կարամ մի ժամ նստեմ հանգստելով։ Այդ որ տեսարանում է, մի հատ էլ հիշած։ Երբ որ բանի այդ Առաջտալով չենք կարող նայել։ Մշակույթի տան դիմաց, որ մեքենան կանգնած է, գյուղապետի բան, մեքենան որ կանգնած է, այդ մեխակի կերպարն է հենված է մեքենայի վրա, ինձին որ մոտենում է, ասում է բարև ինձի ջան, ոնց ես բարևում, ասում արի քեզ տանեմ ծանոթացնեմ։ Հիշեցի։ Որ մեքենան մեծ կանգնած է բանի դիմաց, մշակույթի տան դիմաց, այդ տեսարանն է։ Բայց ինչ որ բան քեզ դուր չի գալիս։ Ինձ թվում է քաղցր տանք ամեն ինչ տեղը կընկնի, մեր մյուս գործընկերոջ Չոկոյանի շոկոլադապաչերերից հյուրասիրեմ բոլորիդ։ Արդեն շոկոլադ։ Գործյան տես մի ֆորատես ով չեն ուտում, բերդից տեղ։ Ռոֆ կա։ Բայց շատ հավեսով եք ուտում, աչքիս համով է։ Հյուրասիրեմ։ Չրեր են մեջ։ Կապես չէ։ Հայկական արտադրության։ Չիրը առանձին ես ուտում եմ։ Ընտրեք հայկական, ընտրեք բնական։ Իհարկե, պարտադիր հայկական, մեր հայկականները հրաշք են ուղակի։ Որով ստեղեն ինչ որ արտադրամասի սարքեր, մեծացներ, որովհետև մեծ հաստոցներ էր գալիս, իր այդ արտադրամասի ծածկը կարճ էր։ Այդ հաստոցի համար պետքա բարձրանային այդ շենքը։ Քարը բան ավազ ամեն ինչ բերել էր,
Ասի ես կգամ կշարեմ, արա ասես գնա դերասանությունը տարամ։ Մարդ չկա, կբերեն կշարի, ասի ես ուզում եմ շարեմ։ Գնացի մի քանի օր 4 թե 5 շարք շարել ենք այդ պատը, ես եմ շարել, ֆոտոներ էլ ունեմ էլի տեղից, ու այդ ընթացքում այն պատի մի հատվածը փողոցն է, այն կողմն է, այսինքն փողոց չէր, տեղից մարդկանց տենց ելումուտ կար էլի, անցուդարձ կար, մի հատ տատի անցավ, ասես բալես, ինչքանով ես շարում։ Ես էլ չգիտեմ էլի այդ գնել բան, ինչքանով, տենց անկապ ինչ-որ թիվ եմ ասում, չգիտեմ, երևի 200 դրամ, տենց մի բան եմ ասում, որը շատ է ժանա էլի։ Ասում եմ, բայ ես ինչ լավ բան եղավ, ասում եմ, ես հարևանիս հետ պետքա Փարիզ բան անենք, շարենք։ Ինքը մատերիալը բերել է, ես էլ պետքա շարելու հարցը լուծեմ, էլի, ստե որ վերջացնես կգաս, ասի հա մայրիկ ջան։ Տենց ինքը ուրախ գնաց, որ ճարել է, էլի, արեստավոր։ Մի քանի օր ես այդ գործը անում եմ, ասում եմ մի 10-15 օր, աղբերը զանգում է, ասում է մի հատ կին եկել է մեր տուն կռիվ անում, ասում է ձեր տանը արեստավորն ուրա։ Ինձ խապես թռավ, ասում է ինչ արեստավոր, ասում է այս պատը որ շարում էր, ասում է օրոք տղեն էր էլի, արա ասում է չէ, հետը խոսացել եմ ինչ օրոք որ տղա։ Արեստավոր էր վերջը, խոսացել են, գին ենք խոսացել, հարևանիս հետ քարը, բանը ամեն ինչ բերել ենք, արա ասում է էդի պաս չար չի, դերասան, ասում է ձեր եք առնում ինձ, ես եմ այդ մարդու հետ խոսացել, դες կռիվ արի գնացել է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Գլովոն։ Հենց հիմա ներբեռնեք Գլովո եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ։ Կարող եք պատվիրել նաեւ խնամքի պարագաներ, նվերներ, ծաղիկներ եւ այլն ու ստանալ րոպեներ անց։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը, կստանաք առաջին պատվերի ժամանակ 1000 դրամ զեղչ։ Գլովո, քաղաքը քո տրամադրության տակ է։ Ներբեռնիր Գլովո, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Նրանցից մեկին մեկ ամբողջ գիշեր պետք է թողնես անտառում, բայց ցուր ձմեռը։ Այն ձեր նկար։ Դու ես ընտրում ում։ Նրանցից մեկին։ Ռիփսիմե Նահապետյան, թե Ռուզան Վիտ։ Ամբողջ գիշերը մնում եմ Ցրտին։ չէ, ցրտից տես ինչքան բողոքվեց։ Չէ, ես բայց մարզված եմ, մի բախեցի, հա։ Всё, գլիցինը կսում եմ։ Գլիցինը կսում ենք։ Հանգիստ ընկնի։ Ռուզան թե Ռաուլ։ Չէ, Ռաուլ չէ, Ռուզան Թոմնա։ Ռուզան թե Աշոտ Մելոյան։ Աշոտը կդիմանա, հա։ Աշոտ թե Գոշ։ Չէ, Աշոտը, Գոշին, չէ, տանտարին։ Աշոտ թե Միկա Սամսոնյան։ Շատ ներողություն Միկանով է երեխեք։ Ոնց Միկան Մկոյի հետ երկու բոր զույգով խաղում։ Վայ, Միկան, արա, չէ, Միկա։ Չէ, դու Աշոտը մնա։ Աշճան կներես, բայց դու հին մարդ ես էլի Մարդկանց պիտի ճանաչենք, չէ՞ որ ասենք։ Աշոտը Թոմնա անտառում։ Աշոտ Մելոյան թե Մկրտիչ Կեբաբջան, Մկոն։ Էլի Աշոտը։ Աշոտ թե Արսեն Գրիգորյան։ Արսեն ջան, լարի։ Արսեն։ Ցրտին։ Արսեն Գրիգորյան թե Արմեն Գրիգորյան, պրոդյուսերը։ Ինչ անենք այդ բերենք Արսենին։ Հա, բերենք էլ Արմենը թողը գնան մի քիչ կային նայեն, լավ է, տես ցրտին անտառը գիշերով։ Մուրանը, չէ։ Արմեն թե Գոր Օրդուխանյան, պրոդյուսեր։ Արմենը Թոմնա։ Եվ վերջին հարցը, Արմեն Գրիգորյան թե Գոր Գրիգորյան, ռեժիսոր։ Պրոդյուսեր թե ռեժիսոր։ Ախր Գորն էլ որ գնան Ում ենք մնա ինչ պատժում։ կդառնա այս մեր կինոյի հարցը։ Հա, կինոն նկարել վերջացրել եք։ Ուրիշ կինո չկա նկար։ Իա, պիտի նկարեն հանգիստ Հա, ասա, ուրիշ ինչ կա։ ան մտածված Ես ես խոսա։ թիմի հետ։ Դու մտածված ու ասես խոսա։ կգնա։ Չէ, թող Արմենը մնա։ Արմենին թողնում Արմենը եք Գորը թող հա նկարի։ ցուրտ անտառում։ Մեկ ամբողջ գիշեր։ Ոչինչ, ինքը պրոդյուսերա կդիմանա։ Գոշ։ Մեկ ոդքասթ ունեք։ Այո։ Ում կհրավիրես նրանցից։ Գագիկ Շամշյան թե Գագիկ Սուրենյան։ Գագիկ Շամշյան, Շամշյան թե Պետրոս Ղազարյան։ Պետրոս Ղազարյան, Պետրոս Ղազարյան թե Հայկ Մարության։ Պետրոս Ղազարյան, Պետրոս Ղազարյան թե Մհեր Մխիթարյան։ Մհեր Մխիթարյան, Մհեր թե Գրիգ Գևորգյան։ Մհեր Մխիթարյան, Մհեր թե Սարոթ Թովմասյան։ Մհեր Մխիթարյան, Մհեր թե Տիգրան Արզականցյան։
Տիգրան Արձականցյան։ Տիգրան Արձականցյան թե Էդո Հովսեփյան։ Տիգրան Արձականցյան։ Եվ վերջին հարցը Տիգրան Արձականցյան թե Արթուր Չապարյան։ Տիգրան Արձականցյան։ Լուրջ Չապարյանին Բոլորը գրել։ ճանաչում էիր, որ թվում է։ Այո։ Ես կեսից շատ չգիտեի ովքեր Ում են։ չգիտեի։ Ես անուն ազգանուններ եւ թվեր չեմ հիշում։ Ես էլ։ Խնդրում եմ իմ դեմքին, որ իմանայեք, ես լուրջ բաներ, ասեմ լուրջ Լավ, չվերաբերվեք։ Ես էլ թվեր։ Ռուզան, նրանցից Այո։ մեկին պետք է հանեք օպա պապա ֆիլմից։ Ոայ։ Բոլորին ճանաչում եք։ Գագիկ Ադիլքանով թե Աշոտ Մելոյան։ Աշոտ Մելոյանով, հա։ Որ ճաշեպելով բաներ, խնդիրներ էր տալիս։ Ինչ պիտի անեի ես։ Ռայգում եմ։ Նրանցից միայն մեկին կարող եք թողնել, լավ ավելի եմ վատացնում էլի, նրանցից միայն մեկին կարող եք թողնել ֆիլմում։ Ողջ։ Ֆիլմում, օպա պապա ֆիլմում։ Գոր ենտեղ ասի։ Ադիլքանով թե Աշոտ Մելոյան։ Գորին։ Ինչ գորով է Գագիկ։ Գագիկ։ Տեսնեք, որ անուններ չեմ հիշում։ Ես անուններ չեմ հիշում։ Տեղում Հասկացանք արդեն։ Խնդրում եմ զգուշ։ Դուք օրինակ ասեք։ Գագիկ թե Ռիփսիմե Նահապետյան։ Ռիփսիմե Նահապետյան։ Ռիփսիմե Նահապետյան թե Գոշ Ենոքյան։ Գոշ Ենոքյան։ Գոշ Ենոքյան թե Ջուլիետա Բաբայան։ Հանելներ։ Չմնում է։ Մնում է Ջուլիետա Բաբայան։ Ջուլիետա Բաբայան թե Արտյոմ Կարապետյան։ Մի Արտյոմը։ Ես մնում եմ։ Իհարկե։ Ես մնաց։ Արտյոմ Կարապետյան թե Արսեն Գրիգորյան։ Ես։ Երկուսն էլ Չէ, ես տեղ եմ, Արսենը Բեռլին է, ես մնում եմ։ Ես այս թիմի հետ համոզում է էլի։ Չէ։ Երկուսին էլ պահում եմ ես։ Չէ, մեկին։ Ադե ես չեմ կարող, լավ Արտյոմս Всё, մնաց։ վերջացավ։ Մեկը Արսենը կա ու կա։ Արտյոմ Կարապետյան թե Նարեկ Դուրյան։ Ես։ Չէ, այստեղ Նարեկ Դուրյանը կրելու է։ Լուրջ եմ ասում, որտեղ Ես ես էլ եմ ավազային։ պաշտում եմ իրան։ Եվ վերջին հարցը Նարեկ Դուրյան թե Հերան Թոխացյան։ Տեսար։ Այստեղ ես գնում եմ, հեռանում եմ հաղորդումից։ Ես գնում Չեմ կարող ասել։ Չէ, պիտի։ Նարեկ Դուրյան, Թե Հրան Թոխացյան, Նարեկ Դուրյան, Հրան Թոխացյան, Նարեկ Դուրյան, Հրան Թոխացյան, Նարեկ Դուրյան, Հրան Թոխացյան, Նարեկ Դուրյան, Հրան Թոխացյան։ Ոտքի մատը։ Ես չարեցի, դե ոտերից մատերը Զադանեն նրա ասում բա գիտես, էլի սկսել ուզում երկրորդ տես ասում իր վրա լավ արդեն։ Հրան Թոխացյանը հաղթեց, Ռաուլ։ Ֆուտբոլ շատ ես, չէ՞, սիրում։ Ֆուտբոլ սիրում եք։ Ես չկամ։ Դե կօգնեք մի հատ ինձ հիմա։ Թե խաղանք երեխու հետ։ Ում կյանքով կուզեիր մի օր ապրեիր։ Կյանքով Հա։ Սոնիկ թե Ստիչ։ Սոնիկ, Սոնիկ թե Մբապե։ Մբապե, Ֆուտբոլ ավելի ասիրում, քան մուլտֆիլմեր։ Մբապե թե Նեյմար։ Նեյմար, Նեյմար թե Յամալ։ Նեյմար, Նեյմար թե Ռոնալդո։ Կրիստիանո Ռոնալդո։ երկուսն է։ Չէ, մեկին պիտի ընտրես։ Մեկի կյանքով կարաս ապրես։ Ռոնալդո ընտրի։ մեր միջի ամենանատուրալ մարդն է, Ասա։ առանց սևերի։ Ասա։ Ռոնալդո, Ողջը։ Ռոնալդո թե Մեսի։ Ռոնալդո, Ռոնալդո թե Հենրիխ Մխիթարյան։ Ռոնալդո, Ռոնալդո թե Ռաուլ։ Ռաուլ, Մեր թվերին Ռաուլ կար։ Հիշում եմ։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ռաուլը ախտեց Ռաուլի մոտ այսքանն էին իմ ֆուտբոլի գիտելիքները։ Հա, բայց մալադեց են, ես քան բան էր։ Ապրես։ Գուշակիր ենք խաղում։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ունի հրաշալի առաջարկ։ Արարատ բանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ սահմանաչափով սպառողական վարկ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի և վարկային գծերի միավորման և տեղափոխման նպատակով։ Կարող եք նաև ստանալ 1 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Իմացեք ավելին զանգահարելով 010 59 23 հեռախոսահամարին կամ գրելով հաղորդագրություններ Արարատ բանկի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին։ Հղումը կարող եք գտնել հենց այնպես հաղորդման նկարագրությունում։ Всё։ Չես ուշում։ Տղամարդ, հա։ Դերասան։ Ռաուլ, Մեր դու ես ֆիլմում պատասխանում։ խաղացել է։ 40+, Ձեզանից մեծ է Ռուզանա ջան տարիքով։ Հա։ Դուրյան։ Շատ մեծ է։ Դուրյան։ Նարեկ Դուրյան։ Հա, Նարեկ Դուրյան։ Հա, Նարեկ Դուրյան։
Ես գուշակել։ ԱՏ-ում եմ աշխատել, էլի առաջ։ Ես զգացի։ Զգացի, չէ, հարցերի հաջողականությունը։ Լավ, ձեզ եմ ցույց տալի։ Հոպա, Գնաց։ գնաց։ Լսում եք։ Կինա, Ոչ։ տղամարդա, Այո։ Այո, մեր ֆիլմից է։ ոչ, Դերասանա։ Այո։ այո։ Դե ասա, մի հատ հարցել դու տուր։ Michael Jackson, Ոչ։ Ինձ լավն է ուտեմ ես։ Որ իմանայի դու տենց Մայքլ Ջեքսոնի սիրուն կդնեի Մայքլ Michael Ջեքսոնի Jackson. նկարը։ Հայա։ Այո։ Այո։ Վերսիա կա Ռաուլ։ Հե։ Տարբերակ ունես։ Հարց տուր մի հատ։ Մենակ ես չհարցնում, այլ բաներ։ Եկա կրվելու ենք։ Ով աստ քեզ։ Չէ, շատ հեշտ է։ Չէ, Հա, հեշտ է։ կրվելու են։ Հումորային։ Arsenal, Աջան։ Չէ, Arsen, Չէ։ Արսենալ։ Հումորային դերասան, հա։ Հա։ Նաեւ։ Նաեւ Հա։ Չի կարելի չէ՞ Ավելի շատ, հա։ Հա։ մենք հարցեր ունենք թույլ Երկու հարց։ Երկու հարց։ Վայ։ Մամա ջան։ Այդ հարցեր։ Չէ։ Աչքերով իշմար եմ տալի, էլի։ Շատ հայտնի է։ Շատ, Շատ հայտնի է։ շատ սիրելի։ մի հուշ։ Հա, չկա։ Այդ հարցը պիտի տայի ինքով։ Մենք էլ ենք սիրում դրա համար որ ասում Հա։ շատ։ Ուզում եմ մի քիչ մոտենա էլի Ռոզանովի պատասխանին ճիշտ։ Մենք ձեր կողմից ենք ինչ անում։ Զեմլյակա։ Հոպա։ Հոպա։ Պապա։ Չեն ես չի որ տենց որ հուշում ես գիտեմ։ Դե սխցնում ենք, չենք հուշում։ Նստածա չի թողնում։ Վերջին հարցը։ Ինքը այսօր կա։ Այո, իհարկե։ Ոս դաժանա։ Չէ, չգուշակեցի։ Չէ։ Լավ, եւս երկու հարցի հնարավորություն։ Ուզում եմ գուշակել։ Հատ իմ դեմքին նայեք, ես- Պարտվել Այդպես դեմք ունեմ որ կկռահեմ ջավա։ Բայատի։ Հարցեր։ Ո՞տե ասենք։ Դե ասեք, հա, ես հոգնեցի արդեն։ Վայ։ Գիտես իրան։ Բոյն էի ցույց տալի։ Էս ինքը Գյումրի, Հա, բան։ հա, որ ասիր Գյումրի, ես չգիտեմ որ ինքը Գյումրեցի է։ Այդա չգիտեմ, այ Գյումրին ինձ տարա որ ինստեղ չնայած իրան չէի Անհավասար, մտածում։ որովհետև թիմը։ Չէի մտածում ինքն, հա, լրիվ ուրիշ։ տեղներով։ Չէ, երեխեք ջան, ես ինձ բաց չեմ զգում, ես սովոր եմ պարտվելու, հանգիստ Շատ հաղթեք։ լավ է, որովհետեւ Ես այս թիմը պարտվելուց- հիմա ձեզ պատժելու է։ Պատժեք, խնդրեմ ինձ։ Օ, Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Step by step, քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ օրինակ ես մեծ հաճույքով լավ, կպատժվեի այդ քո ասածը։ Պատժեք։ Հա Ռոզանա։ Յահատով։ Դե Արտյոմը իմ տեղը պատժվում է, դա Ես Փորձում եմ միշտ Հասնում այն պատրաստ։ ասա ինչ կա անել որպես։ Այո, առաջարկում Ռոզանա վիթը մտածել։ Դավայտի։ Ես ուզում եմ որ մի հատ ցենց սոկ խմես։ Ես ուզում եմ 3 հատ։ Всё, դե խմի։ Կվերեմ։ 4, Ինչքան թեթև բան։ 4 4 լիտր։ 4 2 Ինչն է քաշում 4։ Ես մի դուք Հեսա, առաջարկում մեկ, եմ երկու։ խմես, ջան։ Ես Երկու երկու հատ հատ խմել եմ։ Բայց հիմա ստե պիտի խմես։ Մի հատին համաձայն եմ։ Կարանք շոկոլադ ուտենք այսօր խմելու։ Հա դու ֆիլմը պաշկեն շոկոլադ, կուտեմ, այդ Դուք շոկոլադ։ շոկոլադը։ Կարաս, բայց ծակնել կա։ Տոտը, լենականցու բերնի է ծավես անում դու։ Նայ, տակնել կա։ Տուր։ Հատե սոկով։ Գնացինք, ես պատժվում եմ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից։ Այս ամբողջ տուփը կարաս ուտես։ Չէ, միշտ էլի։ Ոյ, Չորացրած։ բայց շոկոլադ էլ է վրան։ Լավ, գնացինք, ես մեծ սիրով պատժում եմ։ Դե կեր։ Ահա։ Մեկ ամբողջ տուփ չոկոյան։ Եվ Օրինակ դա ինչ համ է, գոնե կիսվի մեզ հետ, որ մենք իմանանք ինչա եւ կատարվում։ հյութ։ Քո Հյութը կարանք օրգանիզմի սենց Սալորա։ տանք։ սալորա, Միանգամից թթվաշ ինքս շոկոլադի խմի հետ։ Շշով։ Ռաուլ եկար։ Ով ես ուտում։ Արի։ Էս Ոնց որ բաներ կա, ընկույզ։ Չիփ չկա։ շոկոլադ կա։
Բայց օրինակ դուք խարդախ գտնվեցիք էլի Ռուզաննա ջան։ Ինչի եմ խարտախ գտնվել։ Դուք եք պարտվել, բայց պատժվում Ինքը ինձ օգնում է։ Աշոտին Մելոյան, կակրած ճնշումը բարձր է, մի հատ էլ ավելի կբարձրանա, հա։ Հա, շատ լավ է։ Աշոտ ջան, Որ ճաշումը Աշոտը։ ինչա՞ Ֆրանսերեն։ Այն որ չճանաչես թե թե։ Որ Աշոտը։ Ո՞ն որ չեք ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Ասեք խնդիր։ Աշոտը Մելոյան։ Ես խնդրեմ չունեմ։ Կարող տեղը փոխենք։ Ում հետ։ Հոգնեցի։ Բաժանորդը ժամանակավորապես Զգում եք, որ ինձ պատժել The պետք party չի։ you're calling is currently Ես not համաձայնվել եմ available. պատժելու։ Դե դուք արդեն պատժված եք։ Չէ, բայց դու զգում ես, որ ոչ մի ուժ թույլ չի տալիս, որ ես պատժվեմ։ Բարը ձեզ։ Բարև ձեզ։ Աշոտ Մելոյանին ենք զանգում։ Այսօր պետք է գար Աշոտը, բայց առողջական խնդիր ուներ։ Որը հեսա ավելի կխորանա ոնց։ Աշոտին Ինչ եմ ասում Աշոտ։ ասա իմացել է, որ ճնշումը լավ չի, ոնց եղար։ Հա, օքեյ։ Չէ, ոնց եղար չէ։ Լավ բան ասեմ, արա։ Աշոտն ասի, Չէ, ինքը Ճնշումը իջնելու համար, ասեք մի Հա, ճնշումը հա, իջնելու ճիշտ է։ համար։ ճնշումը իջնելու Հա, համար։ անանասեր 3 հատ Հա, sense մի հատ բան։ օգնում է։ Եթե ես մեկն էլ չվերցրես, նշանակում է ինձ պատժել չի կարելի։ Ես մեկն չի վերցրել, ես մտածեմ, որ կապի խնդիր կա այս երկրում։ Ալո, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Աշոտի հետ եմ ուզում խոսել, կարելի է։ Աշոտի հետ Այո, եթե դեմ չեք իհարկե։ ես դեմ չեմ։ Ես էլ դեմ չեմ։ Խնդրեմ փոխանցեք լսափողը։ Ինչպես։ Լսափողը խնդրեմ փոխանցեք։ Ես էլ Ով է։ դեմ չեմ։ Ռուզան Վիթը։ Ռուզան, հա, 5 րոպե։ Աշոտ ջան, ողջույն։ Ես իմացել էի, որ ճնշումը ձեր տատանվում էր, իջնում էր, բարձրանում էր։ Հիմա ո՞նց եք։ Ինչ եք ուտում հիմա։ Բիբար, բայց բիբարը օգնում է ճնշումին։ Ցեյա կարա օգնի։ Ճնշման համար հիմա այնքան տարբերակներ կան կարգավորելու։ Իդեպ ասեմ, ճնշման համար հենց հիմա կարող եք ծամոն ծամել։ Չէ, ինձ չոքնես, հիպերտոնիկ եմ, կորոնայից հետո հիպերտոնիկ։ Հա, կորոնայից հետո իմ մոտ էլ ալիքը բան փոխվել, հիշողության կորուստ, հոտառությունս շան պես սրվել է, ու լիքը բաներ է կատարվում հետս տարօրինակ կորոնայից հետո։ Պատմեմ ինչա կատարվում։ Ում հետ եմ։ Պատմեմ ինչա կատարվում։ Չէ, ես ուղղակի նոր եմ աշխատանքի ձեր Անուշ, դուք կերեք հանգիստ, անհարմար մի զգացեք։ Ես հատուկ զանգահարել եմ Ռուզաննան, Ռուզան Վիթը դերասանուհի։ Ես զանգահարել եմ խոսեմ ձեզ հետ, որպեսզի ձեր ճնշումը կարգավորեմ։ Est-ce que vous parlez en français? Աշոտ? Non? Non, vous parlez pas en français? Իսկ այսօր ինչ եք ուտում? Ինչ եք ուտում? Ես ինքան համու բաներ եմ պատրաստում, կարող եմ մի լավ բան պատրաստել, բերել ձեզ համար։ Ռուզան ջան, Հա ջան։ ինքը նոր է եկել հացա ուտում, ինչ որ կոնկրետ բան կա ասելու։ Իհարկե կա։ Ինձ այստեղ ստիպել են, որ ես ձեզ զանգահարեմ։ Ով է ստիպել։ Իմ սրիկա ընկերները, Ռաուլը։ Արտյոմը, հենց այնպես իման են։ Հա, հասկացա։ Հասկացաք ինչ պատժել են։ Հասկացա։ Խնդրում եմ թող Անուշ անի իր կերակուրը սիրելիս։ Այս իմ պատիժներ էլի։ Եղավ, հասկացա, լավ։ Գոհեք երեխեք, այս մարդկանց շնորհակալություն, Առողջություն։ Ահա, Մենք էլ ենք ծավալում։ համբուրում եմ բոլորին։ Առողջություն, առողջություն։ Դե լավ, հաջողություն։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Որն է եղել ձեր առաջին աշխատանքը։ Որի համար ուղղակի վճարվել եք։ Այո, առաջին աշխատանքը, որի դիմաց Հող է վճարվել։ սարե, հա, էդի շիշ եմ հանձնել երեխա վաղտ։ Հա։ Երկու կաշկա, հա, ավակի տարա հանձնի։ Հա, ես էլ գյուղում եմ աշխատել, առաջի փողոց որ Ինչ ես աշխատել, արել։ 1000-2000 դրամ։ Հա, կապ չունի։ Չէ, Ինչ բան են արել։ էր, ռուբլի էր։ Ինչ եմ արել, հեսա հիշեմ։ Ոնց որ ծառ էինք կտրել մեր բակում, բան են, գործատուները տնեցիկ են եղել հենց։ Ծառին։ Գործատուները։ Ձեր տնեցիք։ Հա, էլի ոնց որ առաջի գումարը որ վաստակել Հա, չէ՞ բան, հա, չէ, հա։ 1000 դոլար 2000 դրամ փող եմ աշխատել,
որ բան էինք արել։ Մեր բակում, գյուղում հենց ծառը կտրել էինք, ծիրանի ծառը ինչքան հիշում եմ կտրել էինք։ Ճյուղերը տոլի ամբողջ ծառը չեմ հիշում, ոչ եմ պետք է էդի բան անենք, ասեցին փոքր երեխա ենք մենք, ասեցին ձեզ բան անենք, մի 2000 դրամ փող տանք, գեթակ ձեզ ուտելու բան ու տեղավորեք խաղալիք կառնեք կամ ինչ կուզեք, գեթակ խանութ։ Մենք հետո շատ փոքր ենք խոսքի ու մեր ձեռը հələ փող չէր եղել вообще դաշե։ Կարային ասեին, եկեք գնանք խանութ, ինչ ուզում եք վերցնենք, բայց փող չենք տա ձեզ։ Ես էլ ուրախացել եմ։ Ընտանիքից դուրս։ Հա, ես ու ընտանիքից դուրս, որ աշխատել եմ առաջի անգամ Ռոզան դուք էլ հիշեք։ բանում եմ աշխատել։ Հա, բանում Արմենիայում որպես սցենարիստ եմ աշխատել։ Առաջի գործս այդ է եղել։ Ինչ սցենար։ Բանի, հումորային հաղորդման սցենար Արմենիայի։ Հաղորդումը չես հիշում։ Հաղորդումը բան։ Առաջինը գրել ենք բան ինչքան։ Հա, գրել ենք Աշոտ Ղազարյանի համար ներկայացում։ Օ, Լուրջ։ Հա, մենք բան ունենք, ավագ սցենարիստներ կային, ովքեր մեզ, սենց երիտասարդներին, ես ու երկու ընկերներս, մեզ բան էին, հրավիրել էին, ասացին համ իրար հետ աշխատենք, փորձենք, համ գումար կաշխատեք, համ փորձ կհավաքեք, ներկայացում գրել հումորային բան, մենք հումորով էինք զբաղվում այդ ժամանակ արդեն, կավեն էինք խաղացել, բացս տարբեր տեղից մեզ գիտեին։ Կանչել էին Աշոտ Ղազարյանի համար ներկայացում էինք, օգնում էինք էլի գրել, ոչ մեզ չի որ մենք էինք գրում, հենց օգնում էինք գրել, ինչ որ հատվածներ մեզ էր վստահված։ Մկրտիչ Արզումանյանի համար էլի բան, ում որ դուք չհիշեցիք իմիջ։ Եվ բան, Արմենիայի Ամանորի սցենար, Ամանորի բանի համար սցենար, այդ դրա մեջ նկարվել ենք հավել մեկ այդ տարի, դա երևի 18-19 թվին այդ։ Առաջին աշխատանքը դա։ Հենց առաջի որ հիշեմ, հենց այս կոնկրետ գործ, որ տենց 1000-2000 դրամ աշխատել, չէ, դա եղել, որ սցենարական գործ ենք արել Արմենիայում։ Պատանի հանդիսատեսի թատրոնում էր արքադուստր էի խաղում եւ երգում էի։ Ռաուլ, քեզ ֆիլմի համար վճարել են, գումար տվել են։ Պապային է տվել աշխից փողը։ Թե քեզ։ Բայց լավ ժպտաց Ռաուլ էս գումարի պահը որ դες։ Ինչ ես արել այդ փողով։ Չէ Ռաուլ։ Մենք ենք նստել ենք ո տարիքից լենա, ինչ տարիքում ինչ էր անում։ Ինչ էր անում Ռաուլը 10 տարեկան։ Ինչ ուզում անում, լույսից խաղում ասել։ Ինչ ուզում անում։ Սեցիլ երեխա կնի շոկոլադ։ Լավ, վերջին ֆիլմը որ դիտել եք։ Վերջին ֆիլմը։ Օպա պապան։ Հա լուր։ Հա, վերջին ֆիլմը որ դիտել եմ իմն էլ Օպա պապան։ Միմիայն օպա պապան։ Եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, ինչ վերնագիր կունենար։ Օպա պապա։ Ձեր կյանքը օպա։ Այո։ Օ, հետա։ Օպա պապա։ Չէ, Ասել ես Հա, ես հիմա կարող եմ դա ապացուցել, ինչի օպա պապա։ Երեխեք ջան, ես մեր թվարկությունից առաջ փնտրում էի իմ երեխայի հորը։ Էս իսկական բան։ Եվ մի օր, այո, ես մի օր նամակ եմ գրում 2004 թվին է դա։ Նոր տարվա գիշերը ես նամակ եմ գրում իմ աղջկան ու գրում եմ բալիկ ջան, ես քո պապային չեմ կարողանում գտնեմ, անընդհատ ինչ-որ սխալ պապաներ եմ գտնում։ Խնդրում եմ մի բան արա, ինքը հայտնվի շատ արագ, բայց լուրջ եմ ասում։ Հիմա դու ծիծաղում ես, բայց շատ ճիշտ դա բոլորը գիտեն, վերջապես իմ պատմություն ծնվեց։ Շնորհակալ եմ։ Հա, նամակը դնում եմ այսպես ասած տոնածառի տակ եւ գնում եմ ծնողներիս տուն, որպեսզի շնորհավորեմ իրենց նոր տարին եւ այլն եւ կյանքը տանում է ինձ քրմուհու ճանապարհներով, ես խաղում եմ այդ քրմուհին, ընթացքում հայտնվում են մարդիկ, որ որոշում են, որ իրանք կարող են լինել այդ բալիկի պապան, մեկ էլ հոպ, պապա, պրեմիերայից երկրորդ պրեմիերայից օրը իմ բալիկի պապան Անդրեյ Շուգարովը նստած է դահլիճում։ Իսկական պապան։ Իսկական պապան ու օպա պապա։ Ես տեսնում նրան, ասում եմ, «Վայ, ինչ հետաքրքիր է»։ Ոնց որ ինքն է իմ երեխայի պապան, բայց անկեղծ եմ ասում։ Այս պատմությունը ուրիշ տեղեր ես պատմել եմ, կարող եք ստուգել։ Եվ շատ հետաքրքիր է, պարզվեց հենց ինքն էլ իր պապան է եւ իմ կոչվեր օպա պապա, էլի։ Բայց իսկապես այդպես է։ Անդրեյ։ Անդրեյ Շուգարով, դու չես ճանաչում Անդրեյ Շուգարովին։ Շուգադի էլ է ստացվում։ Անդրեյ Շուգարովին։ Հայրիկա եւ Շուգարով։ Չէ, Անդրեյ Շուգարովի մոտ կարելի է չճանաչել։ Անդրեյ Շուգարովն ով է։ Դուք եք 20 տարի մանեկ չեք գտել։ Մի հատ Google-ի, հենց հիմա Անդրեյ Շուգարով, օպա պապա։ Google-ի, որ տեսնես ով է Անդրեյ Շուգարովը, օպա պապանա։ Քեզ չտանջենք շատ։ Ես ծանոթացի իր հետ։
Ինքը Բոլորին ասապակա, բայ գնա։ Բայ։ Կակարես Դու շոկոլադը կերար միջև վերջ։ Մանիպուլյացիա 3 հատ ամենը։ Հա, բայց Բայց այդ պատմությունը ճիշտ է, որ երկար մանակ եկել, բանի պրեմիերայի ժամանակ գտել Այո, գտել եմ իրան։ Օպա։ Օպա։ Շատ լավն էր։ Քո կյանքը ոնց կկոչվեր։ Իմ բանը, իմ կյանքի մասին պատմող ֆիլմը, պետք է մտածեմ, Դու մտածի, ես էլ ասեմ, որ Արտյոմը ամբողջ չոկանը կերավ։ Համով էր։ Անուշ լինի, բայց աչքերը թոքն է։ Հա, բեյովադը։ Այդքան քաղցր։ Իմ ֆիլմը, ինձ թվում է ֆիլմի իմ կյանքի ֆիլմի վերնագիրը կներ Խոմ դու խելար չես։ Կամ բանվորը։ Չէ, հենց խոմ դու խելար չես։ Խոմ դու խելար չես է երկուս, բայց։ Խոմ թե խոմ։ Խոմ։ Հենց խոմ։ Հոմ։ Խոմ դու խելար Իմ չես։ կյանքի բանը վերնագիրը երևի կան։ Լավ կլինի, որ կոնկրետ գոյություն ունեցող ֆիլմի անուն տամ, չէ՞ հենց։ Կարաս հորինես, սցենարիստ ես։ Հորինես։ Խոշոր շահում էլի երևի։ Շատ լավ է, շատ լավ է հնչում։ Հա։ Բայց ինչ է շահեք։ Ռուզաննա Վիթի ինտերակցիոնը։ Այո, շահել։ Լավ չի։ Լավ, ենթադրենք 1 օր անտեսանելի եք, ինչ կանեք։ 1 օր անտեսանելի։ Օ։ Անտեսանելի դառնանք ինչ կանենք։ Ես կմտնեմ շինարարի խանութ ծախ կհավաքեմ կհելնեմ։ Ես բանկերը կթալանեմ։ Հա, ես եմ։ Ես բանկերը կթալանեմ։ Ես միանում եմ Ռուզաննա Վիթին։ Այդ ակցիան եմ միանում։ Այո։ Իսկ կարող է մասկա դնեք։ Ամեն դեպքում։ Մասկան կերև է, բայց հենց մենակ։ Չէ։ Ծիծաղեցրից ես, ծիծաղեցրից։ Այո։ Որ հայտնի մարդու կապ չունի ազգությունը, նամակի միանգամից կպատասխանեիք։ Հայտնի մարդու նամակին միանգամից կպատասխանեի։ Չապլինին ես միանգամից կպատասխանեի։ Հա։ Միանգամից Դոնալդ Թրամփի նամակը։ Հատկապես շատ սիրուն նամակներ ա Ես գրում։ ընդհանրապես միանգամից պատասխանող չեմ, բայց փորձ եմ պատասխանել։ Ցանկացած մարդու։ Հենց այնպես ցանկացած։ Ռուզաննա Վիթ, օրինակ եւս մեկ տարբերակ ես ավելացնում։ Որ հայտնի մարդու հետ կփոխվեիք կյանքով 24 ժամով։ Ես շատ եմ սիրում Սոֆի Լորենին, շատ։ Այո, կյանքով կուզենայի մի օր։ Ռուզաննա Վիթը։ Ռուզաննա Վիթի կյանքով 24 ժամ ապրեիր բոլոր աշխարհի հայտնիներից։ Դու ամեն օր խոհանոցում լինեիր։ Արտյոմ։ Հա ջան։ Պոզների հետ կփոխվի։ Պոզների։ Հա, տենակ լետ մարդն ինչ է անում։ Ուղղակի է դա։ Դա բաժա։ Այո։ Իսկ որ մուլտֆիլմի կամ ֆիլմի հերոսին եք ձեզ նմանեցնում։ Ես դուբլաժ եմ արել Տիմոն ու Պումբան։ Տիմոնն ես, ճիշտ ու շոտ։ Ես շատ եմ սիրում այդ կերպարը։ Շոտ։ Պումբա։ Այն շատ տարբեր կերպարներ կան, որ կարա հետաքրքրի, օրինակ։ Օրինակ, դու օրինակ ինձ որ նայում ես, որ մուլտի։ Տղեկն ու աղջիկը։ Որ մուլտհերոսի հետ ձեզ կնմանեցեք Պինոկիո երևի։ Պինոկիո։ Հա։ Պինոկիոն հենց ես լինեմ։ Հա։ Շատ լավ բան ես։ Պինոկիո լավ տարբերակ չի։ Մի հատ էլ դուք իմ համար տարբերակ առաջարկեք էլի։ Չիբուրաշկա։ Չիբուրաշկան եմ ես։ Շնորհակալ։ Ինչ բան։ Հարաբես նման չեք, դու Չիբուրաշկայի ու ինքը Պինոկիոյի։ Բայց մենք իրար տեսնում ենք իրար մեջ դա։ Մենք տարօրինակ մարդիկ ենք, մենք իրար մեջ դա տեսնում ենք։ Բայց ինձ չի խառնում ձեր գործերը։ Որովհետև դու ինձ խառնվել ես։ Արդեն ձեր ամենատարօրինակ սովորությունը։ Ես ունեմ այդ սովորություն, անամատ այս սեզոնի, երբ որ ես շուշուտ եմ մտնում շինարարի խանութ, մինչև այդ մտնում եմ ցուցակով, տունն էլ եմ պատրաստում այդ ցուցակը գրատախտակի վրա, հետո էդի նկարում եմ հեռախոսով հասնում եմ տեղ, լրիվ ուրիշ բաներ եմ առնում, ելնում եմ։ Ու այդ օրը ուրիշ գործ եմ անում։ Ինձ թվում է տարօրինակ է դա։ Դա տարօրինակ է, հա։ Ես եղել եմ, միա շուրուպի համար մտել եմ 4 հատ գործիք վերցրել եմ։ Օրինակ իմ տարօրինակ սովորությունը երևի թե ծաղիկներիս հետ խոսելն է, շատ sense մտերմիկ, ինչ որ շփման մեջ եմ, sense խոսում եմ հետը, կպնում եմ, բան, ինչ որ sense տարօրինակ աննորմալ բաներ եմ ծաղիկների հետ։ Հա, ես իմ հետ եմ խոսում օրինակ։ Չեք խոսում դուք ձեր հետ։ Հա, ես մեկ-մեկ իմ հետ խոսում եմ։ Ջան, ես էլ եմ խոսում, շատ նորմալ է։ Գոշան, այ լավ կդնի sense։ Բայց բարձրաձայն ես խոսում։ Բայց դա ինտելեկտի նշան է, գիտեք դուք։ Չէ, բարձրաձայն ես խոսում։ Հա։ Հայլու արջև քեզ նայելով։ Հարմար
Չէ, հիմնական մեքենայի մեջ է լինում այտենց։ Ասում ես Գոշ, ամեն ինչ լավ է։ Ու Չէ, Սվետաֆորը նայած տակ սիտուացիա։ Թե Գոշ, ինչ կա։ Խոսքը կարող է դաժե շոուին գար, ուրեմն ասեմ, Գոշ ջան տրամադրվի, որտեղ Պատմություն պետք է պատմես։ Գրուզանա Վիթին ես հեսա տեսնելու Ահա, Գոշ օքեյ։ ջան, նա ինչ լավ է քո կյանքը ստացված երջանիկ։ Ու այդ ամեն ինչը ասում է Սվետաֆորի տակ մեքենայի մեջ մենակ ու սա նայում են, Հետևից էլի։ Դու այսօր Ռուզաննա Ներվայնացած ասեց այդքան տեղը, ինչի բայց։ Որ պահը։ Ներվայնացած ինչի ասեցիր։ Բա դա որ ինձ տեսել։ Ձեզ է ստուգում։ Ինչից եք վախենում։ Վախենում։ Ենքան բան։ Ես ամենաշատը օծերից եմ վախում, օծերի վիդեո չեմ կարող նայեմ։ Չէ, այդպես կենտանի, մենտանի դες բաներից ես չեմ վախենում։ Ես սարերի վրա վատ բան եմ ասելու էլի, սարերի վրա արջորելնի դեմս չեմ վախենա, բայց կենտրոն գալուց վախում եմ, որտեղ չգիտես ինչ կենտանի դեմը կհելնի, էլի, կլինի իհարկե, բայց հա բայց շատ ճիշտ բան ես ասում, օրինակ ես նույն թեմայի մեջ մեքենա վարելուց եմ վախենում։ Այ նույն թեմայի մեջ, որովհետև չգիտես ինչ կենտանի կհայտնվի եւ ինչ կլինի քեզ հետ։ Օրինակ։ Առավոտյան երբ արթնանում եք, առաջինը ինչն եք ստուգում հեռախոսում։ մեր դասարանի չաթը։ Լուրջ ունեք դասարանի չաթ։ 30 տարի է, ավարտել ենք ու հələ տենց երեխա ենք։ Անցած տարի մենք հավաքեցինք։ Կարանք վերջին ամոքները կարդանք։ Հա։ Դասարանի չաթը որ բացում ես, բանն է։ Ես ինձ եմ ստուգում։ Ինչ եպել այսօրն է գնում։ Ոնց։ Ինչ եպել այսօր է, էլի, մեր դասարանի աղջիկները տենց Բայց ինչ հավես է։ առավոտ սկսում են, էլի, երեխեք այսօր ինչ կա եպել։ Իսկ կարող է իրանց մի բան խափենք։ Իրանց փորձենք։ Իրանց գլխին պրանկ անենք։ Հա։ Մի հատ վիդեո Ռուզանա Վիթը ուղարկի օրինակ ձեր դասանի չաթ։ Հա։ Դավայ։ Հա։ Այսքան զանգեցի, էդ էլ կանեմ։ Շնորհակալություն, ծնունդ կա։ Ծնունդ կա այսօր, մի հատ ծնունդ շնորհավորենք voice-ով, այսօր Ռուզանա Վիթը։ Երկ։ С днём рождения։ Լա 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 լա։ Լավ է, ես այդ Սամուել ծնունդներ Հա, անում։ վիդեո արեք։ Բայց ռուսերեն թե հայերեն երգենք։ Դե ոնց կստացվի։ Հա, ես վիդեո եմ ասում։ Վատես լուրջ ոչ ես Բա որ ված երկելու։ ստացվի Դե հանգամ։ ոչ թե ու իմպրովիզար է։ Վիդեո, յա, վիդեո, յա։ Դու երկի ես կողքից խաղեմ։ Դուք բաներ արեք էլի հա խաղերը։ Սամվել Բայց ասա Նադարյանի սկզբում։ ծնունդն է։ Սամվել ջան։ Հա, Պատրաստ։ Սամվել ինչ։ Նադարյան Սամվել։ Սամվել Նադարյան քանի տարեկան է։ Իմ տարիքին է, ինչքան 48։ Այսինքն էսի դուք պահեք միջև ես խոսեմ ամենասկզբից։ Սենց ոնց եմ անում ես։ Այսինքն։ Այսի պահեք, այդ է, հա։ Ահա։ Մի հատ նորից արա էլի անուն ազգամը հիշացրա։ Սամվել Նադարյան։ Սամվել Նադարյան, ծնունդդ շնորհավոր։ С Գնացինք։ днём рождения։ Ահա։ Սամվել Նադարյանի սիրով ես եւ Ռուզաննա Վիպը ցանկանում ենք շնորհավորել։ Ես եւ Ռուզաննա Վիթը ցանկանում ենք շնորհավորել ծննդյա կապակցությամբ Սամվել ջան, քո ծնունդը շնորհավոր, с днём рождения։ Ла 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 ла. Успеха, радости, везения. И самых преданных Վերջին զանգը չէի друзей։ երկելու։ Ապրեք։ Գոշենոկյան, Ռուզաննա Վիթ, Մանե Գրիգորյան, Արծոմ Կարապետյան։ Սիրո։ Հենց այնպես։ Դուք ինչ եք ստուգում առաջինը։ Պես տեսնեմ Facebook-ում ով ա ում ինչ անում։ Հա, Facebook-ը։ Այո։ Գոշ։ Facebook-ը հեռախոսով առաջինը հիմնականում ինչ նամակ որ վերջինը եկել է, դա բացում նայում։ Գործ հետ կապված նամակները։ Վերջինը ինչ եք գնել ձեզ համար։ Ինձ համար գործիք դի առաքել ես։ Հա, ես է գործիք։ Ես գիտես ինչ տարբեր եմ արել ես վերջերս։ Բանա։ Անունը չգիտեմ այդ գործիքի, բայց ինքը բան է անում, արմատուրան գործում է դիզայնի։ Տենց եմ սիրում որ միշտ տենց բացատրում էկիպը ես հասկանում եմ ու ես միշտ։ Օրինակ ես այսօր իմ համար գնել եմ շատ մեծ ելակներ նվեր եւ վայելել եմ ամուսնուս հետ միասին։ Նվեր էր դա մեզ։ Շատ համեղ էր ելակներ, ասում մեծ էին։ Ամենամեծ սուտը որ լսել եք ձեր մասին։ Ես 4 անգամ մեռել եմ։ Ես չպատմեմ էլի։ Ես 4 անգամ մեռել եմ 4-ն ավտովթարից։ Ու միշտ զարմացել եմ այդ ֆանտազիայի վրա։ Գոնե մեկը գրել լիտայոշի տարելքեն եկավ տարավ։ Զգուշ եղեք։ Իմ մասին ամենամեծ սուտը այն է, որ ես չինացի եմ։ Բայց ես չինացի չեմ։ Իմ արմատները Կիլիկիա, Բասեն, Անի, Երևան, չինական ինչ կապ ունի դա։ Երևի երկար մի քիչ ձիգ աչքերը։ Դե երկար է, բայց որ ասում են չինացի է, ես մի տեսակ։ Չինացիները գալիս հետը շփվում են, ասում եմ I don't understand։ Չեմ հասկանում։ Ճանչի։ Հա լուրջ, կարծում են Ես չեմ չինացի հիշում են։ տենց սուտ իմ մասին։ Մարդիկ կզարմանան, եթե իմանան, որ Որ իմանան, որ ես տուրնիկի վրա կարամ մի հատ ջիմ անեմ, կզարմանան։ մի հատ, Հա, այսինքն չեմ կարա։
Ավել։ Կեսն է չեմ կարող։ Դու պատենց պիտի պատժեինք իրեն։ Ժիմաներ։ Իսկ բան գետնի վրա։ 10 հատ ոնց է Օրինակ, կարամ։ ես կարամ հանգիստ պահեմ այդ։ Որ իմանան կզարմանան։ Որ խոսքի դուք իմ Որ խոսքես նորաձևության պատմությունը գիտեմ։ Օրինակ, մարդիկ, չգիտեմ ինչի զարմանում են, երբ որ իմանում են, որ ես շատ համեղ պատրաստում եմ, որ ես գործում եմ, կարում եմ։ Ասենք ինչի են զարմանում, կասեք, ես հայրենադարձի թոռ եմ։ Բայց զարմանում են իրական։ Ինչ եք համեղ պատրաստում։ Շատ համեղ բաներ։ Ամեն ինչ։ Ամենահամեղը ինչ է։ Ես նույնիսկ հորինում եմ։ Հա։ Հա։ Ու կուխնյային պետք է։ Ոայ, ես ինքան սիրում եմ խոհանոց։ Մերսի շատ որ եկա, կոպապապային լիքը հաջողություն գնացեք անպայման թույն կինոյա, քանի կա մեծ էկրաններին ու ամեն 5 շաբթի հետևեք հենց այնպեսին, իսկ դրա համար պետք է նաև բաժանորդագրվել։ Ստեյց կկպնեն այն 8000 հաճ ստացված կադրերը, որ ունեք ես հաղորդում։ Այստեղ խմբա։ Всё, գազը, լույսը, ջուրը, ծապս կրագոցնա։ Կավա տեղերով փոխենք։ Մի վարկյան։ Շիպսատալի որ ակտիվանա։ Շատ վատ է։ Դուրյանին կարող է զանգի ու ոչ ալո, ոչ բան։ Մի հատ ասմունքի 8 տողն առանց ոչ մի Այդ բան տողը պիտի ասելու։ իմանա, որ ասմունք։ Ես աշուն քեզ ինչ կմշուցեմ, ինչ խոսում։ Կոմուշուշը կովոսկի տերևները։ Հա։ Լսի Պարտվելուց արդյոք առաջ էր պատժվում պետք է։ մտածել։ Ինչ ես դու ծաներ։ Ինքը ինձ Ես մտածում եմ, որ արժի Շատ արդար լավ կլիներ զանգեր Սեր Խոստովաներ Դուրյանին։ Այդ ամեն ինչ ես շատ արել եմ։ Ո՞նց արել։ Չէ՞ պատկերացնում ես։ Մյուս յոմքեն երբ այլի եմ գալիս։ Ժուզեմ, ժուզադո։ Դուք միշտ եք։ Հա, ֆրանսերեն ասմունք չգիտեք, պարոն Դուրյանի դուրը կգա։ Welcome լավ։ Հա։ Մեր Ուզանա յակյաներն է լավ է, ինչ ենք հասկանում ֆրանսիա։ Վիթը, չէ։ Ինչ է նշանակում։ Վայրի եղնիկ։ Վայրի եղնիկ։ Այո։ Իսկ դուք ինչ ջեր եք կենթանու հետ ասացածում։ Քեզ։ Չէ, ձեզ։ Երեք ներկայացման է ինքը։ Անենց մարդու է կար։ Հա, լավ զգա։ Շատ լավ պատիժ է։ Բայց լավն է, բիբար։ Ինչ եք ուտում բիբար։ Արահում է կարելի է փոխել։ Այո, օրինակ ես հայտնի մանեի հետ։ Էդե լավ չէ։ Ինչի, բայց ես կնստեի կվարեի, ինձ հետաքրքիր է ոնց Պաթետիկ կվարեի։ եկել եք դուք, հա։ Մի քիչ այո կա այդպեսի բան։ Իմ ամենատարօրինակ Հա, հետաքրքիր հարց է։ Ինձ թվում է, ես սենց արդեն տարօրինակ է։ Չէ, դու ամենաադեկվատն ես ոնց ասեմ։ Օգնում է, չէ՞, մի բան անում է գոնե։ Բայց այդ նշանակում է, որ մենք ադեկվատ ենք։ Ես շատ անկեղծ համաձայնվեցի։ Ինչ որ դպրոցական մի բան երգենք, դասարանի չաթը, հա։ Այսօր դասարան։ Դու նստում էիր կողքիս, մանկության ընկերում։ Դու լուրջ գիտես այդ երգը։ Բայց այսօր, ահա։ Օ, հնչեց զանգը։ Լավ է, չեմ անում։ Դարագույն դրուգ։ Ես մեկ-մեկ էլ Բայց դա լում։ շիզոֆրենիայի բան է, գիտես։ Չէ, մեկ-մեկ էլ լում է տենց Քեզ որ հենց նոր ես։ շիզոֆրենիկ ասես։ Չէ։ Շիզոֆրենիայի Իմ մոտ օրինակ ասեք մի հատ երկ կարող է գա ու մնա այդ երկը։ Երկը, հա։ Այսօր Շատ հետաքրքիր է դու տակ որտեղից ռոժդենիա։ Հա։ Բայց ոչ մեկի ծնունդը չի։ Հա, ինձ էլ է պատահել դրա։ Դուք եք ձեր այդ խոսում։ Հա, բա ինչ եմ ասում, ուսումնասիրել եմ։ Լավն է, չէ՞, սրաներան կա։ Շատ ընդհանուր բաներ ունեք։ Շատ ընդհանուր բաներ ունենք էլի մենք, Բայ հա։ կով կնստես կողք մագնիսից կաշ։ Գոշվիթ ես այս անունս։ Նադի չունես սարան։ Ինչ ես ասում։ Ասում է էլի իրար։ Ռաուլը գնաց, հա, սեն։ Ռաուլը գնաց, Ես չդիմաց։ դուք եք հազբաված եք։ Մի 40 րոպե առաջ գնաց։